Մենք շատ խոսել ենք հարաբերությունների մասին, երբ զույգը արդեն գտնվում է հարաբերությունների մեջ, բայց կա մի հետաքրքիր երևույթ հարաբերությունների ստեղծման գործընթացում, որը շատ անհատներ նկատում են եւ դրա մասին խոսում են։ Խոսքը գնում է հարաբերությունների ստեղծման նախնական փուլում կողմերից մեկի փախուստի մասին։ Երբ մարդիկ նկատում են, որ կարծես ամեն ինչ լավ էր, հարաբերությունները սկսել էր, կային լիքը համընկնումներ, համատեղ իրար կողմից գրավիչ տարբեր հետաքրքրություններ եւ մարդը նկատում է, որ անհասկանալի կերպով զույգը կամ տեխնացուն հարաբերություններից արագ դուրս է գալիս եւ սկսում է տարօրինակ վարք դրսեւորել, այսինքն տեղի ունենում մի բան, որը չէր ակնկալվում բացարձակ, կարծես ամեն ինչ գնում էր շատ լավ եւ մեկ էլ ինչ-որ մեկը փախչում է հարաբերություններից եւ մարդիկ հենց այդպես էլ այդպիսի բառերով էլ նկարագրում են, որ տպավորություն է, որ այս մարդը խուսափեց ինչ-որ պատճառով հարաբերություններից։ Եվ մենք մասնագետներս այդ երևույթը եւս նկատում ենք եւ սա հաճախ խոսում է այն մասին, որ անձը հարաբերությունների այն փուլում, երբ մտերմանալու ավելի խորը մտերմություն ունենալու եւ ավելի խորը զգացմունքային հարաբերություններ ունենալուց վախ է ունենում։ Եվ սա ունի իր հոգեբանական խորը արմատները, հիմնականում սա կապված է մանկության հետ եւ տվյալ անձի հարաբերությունների որակի եւ բնույթի հետ, որն ունեցել է իր ծնողների հետ մանուկ հասակում եւ իսկապես այսպիսի անձինք հաճախ խուսափում են եւ սուր վախ են ունենում այն պահին, երբ նկատում են, որ տվյալ անձը շատ լավ տեխնացու է զգացմունքային եւ խորը հարաբերությունների ստեղծման համար։ Շատ պարադոքսալ կարող է հնչել այս միտքը, որովհետեւ մենք կարծում ենք, թե բոլոր մարդիկ փնտրում են սեր եւ փնտրում են իրենց համապատասխան մարդկանց, փնտրում են զույգերի, որոնց հետ կարող են իսկապես խորը զգացմունքներ ունենալ, սիրել, փոխադարձ սիրվել եւ պիտի որ այսպիսի մեկին հանդիպելուց անհոգ ներդրվեն այդ հարաբերությունների մեջ, բայց հարյուտես որ կան դեպքեր, երբ մարդիկ հենց այսպիսի դեպքերում անմիջապես հետ են քաշվում եւ բոլոր հնարավոր գործողությունները անում են, որ հենց այս մարդու հետ հարաբերությունների մեջ չլինեն։ Եվ ուզում եմ, որ այս թեման մի քիչ բացենք եւ քննարկենք, որովհետեւ այս մարդիկ իրականում իրենց կյանքում ավելի քիչ հնարավորություններ են ունենում երջանիկ լինելու հարաբերությունների մեջ եւ անգիտակցաբար իրենք այնպիսի գործողություններ են անում, որ փախչում են այն հարաբերություններից, որոնք կարող են իրականում իրենց երջանկացնել։ Ես որ պատմում եմ, ես իմ ընկերոջը հիշեցի, ճիշտն ասած, ու ամբողջությամբ նկարագրում այդ վարքը, թե ինչ որ մի պահից երբ որ արդեն լրջանում է հարաբերությունները, ինքը ոնց է կտրում այդ հարաբերությունները, հնարավորինս կտրուկ հիմնական մեկնաբանություններն էլ այնպեսին, որ մեկաչերը ստացվելու չուզեցի, որ վնասեմ դիմացինին։ Այստեղ հետաքրքիր ինձ հիշեցրեցիր հետաքրքիր մեկնաբանություններ եւ արդարացումներ, որոնք մարդիկ այսպիսի դեպքերում բերում են եւ քայլեր, որոնք անում են։ Օրինակ, հաճախ ասում են, որ ես չեմ կարողանում երկար մնալ հարաբերությունների մեջ, շատ արագ
ձանձրանում եմ եւ հոգնում եմ։ Երբեմն նույնիսկ մարդիկ սկսում են սաբոտաժի ենթարկել իրենց հարաբերությունները, օրինակ երրորդ անձ ներմուծելով հարաբերությունների մեջ, հա, այսինքն անմիջապես ինչ որ մեկի հետ զուգահեռ սկսում են հարաբերություններ եւ ասում են, որ իրենք չեն կարողանում կայուն հարաբերությունների մեջ լինել, սկսում են շատ արագ իրենց անկանոն պահել օրինակ այդ հարաբերություններում եւ ոնց որ իրենց վարքով մղում են նրան, որ իրենց զույգը հրաժարվի իրենցից եւ դադարի հարաբերությունների մեջ լինել եւ իսկապես ես նույնպես թե այցելուների մեջ, թե շրջապատում ընկերների մեջ նկատում եմ այդպիսի դեպքեր շատ եւ իսկապես դրանք քիչ չեն այդ օրինակները։ Նշեցիր, որ դա գալիս է մանկությունից եւ ծնողների հետ հարաբերություններից այլ պատճառներ էլ կան եւ եթե տենց է, այսինքն ինչ պետք է անի մարդը ինքն իր հետ, ինքն իր առաջ, որպեսզի փորձի հաղթահարի այս խնդիրը։ Ես մի պատճառ էլ նշեմ, ինչպես դու ասացիր, այլ պատճառներ էլ կան, այո, միայն ընտանիքում ունեցած հարաբերությունները չէ, որ կարող են բերել այսպիսի վարքագծի, օրինակ շատ հաճախ նկատվում է հատկապես տղամարդկանց շրջանում ունենալով անհաջող սիրային հարաբերություններ, ենթադրենք շատ կտրուկ հարաբերությունների ավարտ, օրինակ անսպասելի ձևով կամ դավաճանության փորձ կամ երկար որևէ մեկի հետ հարաբերություններ ստեղծելու ջանքերի եւ փորձերի անհաջող ավարտ, այսպիսի դեպքերում, երբ տրավմատիկ փորձ է ունենում մարդը հարաբերությունների, կարող է որոշում կայացնել ինքն իր ներսում, որ երբևէ այլևս ինքը չի մտնելու այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ զգացմունքները իր նկատմամբ ինչ-որ իշխանություն ունենան։ Այսինքն հենց այն դեպքերում, երբ մարդը նկատում է, որ կարծես հեսա պիտի սիրահարվեմ եւ այս մարդը եւ իմ զգացմունքները կարող են իշխանություն ունենալ իմ վրա, անմիջապես փախչում են այդ հարաբերություններից եւ վախենում են մտնել նման հարաբերությունների մեջ։ Եվ հասուն տարիքում, ասենք 30-ից հետո 40-ի շրջանում մենք նկատում ենք, որ այս մարդիկ երբ որ արդեն բավականին ինքնավստահություն են ձեռք բերում, կայանում են իրենց կյանքում եւ հավանաբար նաեւ ինչ որ վախեր հաղթահարվում են, մեկ էլ իրենց կյանքում նորից մեծ սիրո եւ բուռն սիրո են հանդիպում եւ լինելով հաճախ արդեն ամուսնական հարաբերությունների մեջ կամ այլ կայուն հարաբերությունների մեջ, իհարկե բախվում են բավականին լուրջ խնդիրների եւ դժվարությունների հարաբերությունները քանդելու, նոր հարաբերություն սկսելու եւ իհարկե սա ոչ միշտ է հնարավոր եւ հեշտ իրագործել։ Իսկ ոնց հաղթահարեն այդ պահը։ Առհասարակ նման մտքերի նկատմամբ պիտի ուշադիր լինեն, երբ օրինակ մարդը ինքն իր մասին ասում է, որ ես չեմ կարողանում սիրահարվել, ես սիրո համար չեմ, հարաբերությունների համար չեմ, կայուն հարաբերությունների իմ համար չեն, ես չեմ սիրում կապվել ինչ որ մեկի հետ, որովհետև մարդիկ իսկապես այսպիսի բաներ իրենց մասին ասում են եւ նկատում են որոշ նման դրսևորումներ, այսպիսի դեպքերում ես կարծում եմ, որ մարդը պիտի ոչ թե ուղղակի այս մտքերը հայտնի եւ անցնի դրանց վրայով եւ նորմալ համարի իր հաճախակի ընդհատված եւ դադարեցված հարաբերությունները, այլ պիտի սա համարի խնդրեմ եւ պիտի դիմի մասնագետի եւ մասնագետի հետ վերլուծի այս վարքագիծը եւ այս դրսևորումները։ Իհարկե երբեմն կարող են պատճառները բավականին այդպես նկատելի եւ մակերեսին լինել, օրինակ նախորդ տրավմատիկ փորձը հարաբերությունների, դա ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի բան է եւ մարդը իսկապես կարող է վերլուծել եւ հասկանալ, որ իր նախորդ հարաբերությունները հավանաբար իր մոտ այդպիսի նեգատիվ համոզմունքներ են առաջացրել, որ օրինակ սերը ինձ համար չէ, սերը միայն ցավ է պատճառում, հաճույք եւ ուրախություն չի բերում իմ կյանք եւ այսպիսի նեգատիվ համոզմունքներ են առաջացել, որոնք խանգարում են առաջ գնալ եւ նոր հարաբերություններ ստեղծել։ Բայց երբ
խնդիրը հարաբերությունների փորձերի մեջ չի եւ տրավմատիկ փորձի մեջ չի, այլ շատ խորը անցյալում է, այսինքն անձը դժվարանում է գտնել պատճառը որն է, ինչու իր մոտ կան այդպես հերթական եւ հաջորդական անընդհատ անհաջող հարաբերությունների փորձեր կամ անընդհատ իր զուգընկերներն ու զուգընկերուհիները նմանատիպ բողոքներ ունեն իրենից։ Սա էլ է հետաքրքիր ցուցիչ, երբ որ մարդը անընդհատ գտնվում է տարբեր հարաբերությունների մեջ եւ նույն հետադարձ կապն է ստանում իր մասին եւ իր հարաբերվելու ձևի մասին, սրանք եւս ցուցիչներ են եւ հուշում են այն մասին, որ պետք է մասնագետի հետ զրուցել այս հարցերի շուրջ։ Իդեպ ես միայն մասնագետի հետ զրույցը չեմ համարում ինքնավերլուծության եւ ինքնաճանաչման ճանապարհ, երբեմն պարզապես զույգի հետ քննարկումները, օրինակ հարցերը, այ դու ոնց կնկարագրես ինձ որպես զույգ, իմ որ դրսևորումներն ես դու համարում նեգատիվ մեր հարաբերություններին խանգարող եւ որոնք քո կարծիքով օգնում են մեր հարաբերություններին, ինչը կուզես, որ ես ավելի խորացնեմ, ավելի հաճախ օրինակ դրսևորվի, իսկ ինչը ավելի քիչ, այսպիսի հարցերն էլ շատ օգնում են, որ մարդիկ իրենց ճանաչեն եւ վերլուծեն։ Նույնիսկ ընկերների հետ քննարկումները եւ ուղիղ այդպես հետադարձ կապ լսելը շատ օգնում է, բայց ես կարծում եմ, որ մեր մշակույթում այդպես շատ հեշտ չեն մարդիկ խոսում այս ամեն ինչի մասին եւ մենք սովոր չենք շատ հարցեր տալ մեր մասին, օրինակ ասել այ դու ինչ ես կարծում, ես ինչպիսին եմ այս կամ այն հարաբերության մեջ կամ օրինակ որպես ընկեր քո կարծիքով ես վստահելի եմ, ամուր հենարան եմ, թե ոչ, ինչպիսին եմ ես առհասարակ քո տեսանկյունից, այս հարցերը քիչ ենք տալիս կարծում եմ։ Ընկերոջս պարագային շատ պատասխանատու, նվիրված, որևէ ձևով չխուսափող ընկերական հարաբերություններից անձնավորություն, որը փախուստ է ունենում անընդհատ պարբերաբար տարբեր հարաբերություններից եւ այն դեպքերում նաեւ երբ որ ակնհայտ է որ շատ հեռանկարային հարաբերություններ կարող են լինել։ Սա արդյոք պատասխանատվությունից խուսափել չի, այդ տեսակ պատասխանատվությունից նաեւ խուսափել չի։ Հաճախ լինում է, որ շատ պատասխանատու մարդիկ, որոնք սովոր են նաեւ պերֆեկցիոնիստ մարդիկ, որոնք սովոր են հաջողություններ ունենալ, հաջողել տարբեր ոլորտներում, իսկապես կարող են ունենալով հարաբերությունների ոլորտում, անձնական ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում ունենալով անհաջողության դեպք, փոխեն իրենց վերաբերմունքը այդ հարաբերությունների նկատմամբ եւ մի տեսակ որոշեն այլևս խորը չներդրվել դրանց մեջ անհաջողության վախից ելնելով եւ այո իրենք կարող են այլ հարաբերություններում դրսևորել պատասխանատու վարք, բայց այստեղ վախենան պատասխանատվությունից ունենալով անհաջողության փորձ եւ ունենալով անհաջողության վախ, բայց իհարկե այս մարդկանց մոտեցումները մի փոքր այլ են, այսինքն նրանք կարող են այդ հարաբերություններում եւս որոշակի պատասխանատվություն դրսևորել, օրինակ անընդհատ հիշատակելով, որ մենք ընկերներ ենք, խնդրում եմ որևէ ակնկալիք չունենաս ինձանից եւ մեր հարաբերություններից, այսինքն այս մարդիկ կարող են այդպես հակասական վարք չդրսևորել հարաբերություններում, ավելի կոնկրետ եւ ուղիղ լինել, որպեսզի վստահ լինեն, որ չեն խաբում, անազնիվ ոչինչ չեն անում, բայց ես կարծում եմ, որ զգացմունքներին դժվար է ինչ-որ բան թելադրել եւ հաճախ այսպես բարձրաձայնում են ինչ-որ հստակ կանոններ հարաբերությունների մեջ, բայց էմոցիոնալ մակարդակում կարող են իրականում իրական կապվածություն եւ իրական մտերմություն կարող է ձևավորվել, որն էլ հետո բերում է շատ ցավոտ բաժանումների, շատ ցավոտ իրադարձությունների տվյալ մարդկանց կյանքում, որովհետեւ ունենալով համոզմունք, որ այս հարաբերությունները պետք է ընդհանրեն 2 ամսից ավարտել կամ այս հարաբերությունները ոչ միտեղ չեն տանելու, իրենք կարող են կամքի ուժով դադարեցնել այդ հարաբերությունները եւ ունենալ հետո շատ ցավոտ ապրումներ։
մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր փախնում են խորը զգացմունքներից։ Բա այն մարդիկ, ովքեր նրանց զուգընկերները պետքա լինեն կամ ինչ որ փուլում են, հետո դադարում է, իրենք ոնց պետք է հարաբերվեն այս իրավիճակի հետ եւ ինչ մենք կարանք իրենց խորհուրդ տանք։ Շատ լավ հարց է, կախված նրանից, թե մարդը ինչպիսի փորձ է ունեցել իր կյանքում, ենթադրենք, եթե բաժանումներ են շատ եղել եւ լքվածության այդպիսի զգացում ունի տվյալ մարդը, նաև ինչ որ անցյալում ինչ որ տրավմաներ եւ այլն, այս մարդիկ օրինակ կարող են միանգամից իրենց զուգընկերոջ վարքը կապել իրենց անձի հետ, իրենց ինչ որ թերություններով հիմնավորել ու բացատրել, այսինքն ասել, որ դե ես այնքան լավը չեմ, որ ինձ հետ մնան եւ բոլորը այդպես են ինձ հետ վարվում, հետեւաբար ես լավը չեմ։ Եվ ես խորհուրդ կտայի առհասարակ հարաբերությունների նման դեպքերում փորձել հիմնավորել պատճառները երկուսի վրա դնելով պատասխանատվությունը, այսինքն հարաբերությունները միշտ երկու հոգու միջոցով են ձևավորվում եւ երկուսն էլ պատասխանատու են այդ հարաբերությունների ընթացքի ու որակի համար եւ երբեք միայն մի կողմը չի կարող լինել պատճառը հարաբերությունների դադարի կամ այս կամ այն ընթացքով զարգանալու համար եւ ամենաառողջ հիմնավորումը, որ մարդը կարող է տալ, դա է, որ մեր երկուսի մեջ էլ կան որոշակի պատճառներ, որ այս հարաբերությունները չշարունակվեցին եւ հաճախ իսկապես պատճառը կարող է լինել զույգերից մեկի ներքին հոգեբանական խնդիրները եւ այդտեղ իհարկե մեղավորության մասին խոսք չկա, պարզապես կան խնդիրներ, որոնք այս մարդիկ պիտի լուծեն։ Իսկ դիմացի կողմը, ենթադրենք մենք հասկացանք, որ այս մարդը իմ զուգընկերը կամ զուգընկերուհին ունի ինչ որ հոգեբանական խնդիրներ, որոնք իրեն խանգարում են խորը հարաբերությունների մեջ մտնելու կամ հարաբերությունների հաջորդ փուլը անցնելու, եւ ես էլ պիտի մտածեմ, թե ինչն է ինձ գրավում, ենթադրենք այսպիսի մարդկանց մեջ, որովհետև երբեմն մարդիկ ընտրում են նույն բնավորությունը, խառնվածքը, վարքագիծը եւ նույն հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց եւ այս դեպքում էլ անձը կարիք ունի մի փոքր ինքը իր սեփական վերլուծություններն անելու կամ մասնագետի հետ քննարկելու, թե ինչու են իրեն գրավում այդպիսի մարդիկ։ Իսկ եթե շատ կսիրե, այսպես ասած, եւ չուզի բաց թողնել, ինչ պետք է անի, որպեսզի այդ մարդուն ստեղծի միջավայր, որ այդ մարդը հաղթահարի փախնելու ցանկությունը, կոպիտ ասած, արդյոք օրինակ ազատություն տալ այդ հարաբերությունների մեջ դիմացինին ավելի շատ կապելու հնարավորություն է տալիս, օրինակ։ Սովորաբար այս մարդիկ, որոնք փախչում են խորը հարաբերություններից եւ ռոմանտիկ հարաբերություններից ու զգացմունքային հարաբերություններից, իրենք ել ավելի վախ են ունենում, երբ որ իրենց զույգը սկսում է ինչ որ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց ավելի պահի հարաբերությունների մեջ, սա կարող է ավելի ուժեղացնել փախուստի ցանկությունը։ Եթե հարաբերությունները ընկերական են, վստահելի են, կա վստահություն եւ որոշակի ընկերություն այդ հարաբերություններում, ես կարծում եմ կարելի է պարզապես խորհուրդ տալ դիմել մասնագետի եւ պարզապես հուշել նրբորեն, որ գուցե սա խնդիր է հոգեբանական, այլ ոչ անկեղծ ցանկություն հեռանալու այդ մարդուց եւ տվյալ մարդուն իր կյանքից դուրս բերելու, ես կարծում եմ, որ այլ տարբերակ այստեղ չկա, որովհետեւ եթե մենք խոսում ենք այն դեպքերի մասին, երբ մարդը չի կառուցել գրեթե հարաբերություն եւ հարաբերությունների կառուցման հենց առաջին փուլում է փախչում հարաբերությունից, այստեղ կարող է զույգը մյուս կողմը պարզապես որևէ լծակ չունենա նրա վրա ազդելու եւ կարող է ընդհանրապես խորհուրդ լինել եւ ընկերական առաջարկ լինել զբաղվելու այս հարցով եւ խնդրով։ Սա ավելի հարաբերությունների սկզբնական փուլում դրսևորվող խնդիր է եւ երբ որ շատ խորը մտերմություն դեռ չկա
Եվ սովորաբար այսպիսի վարքագիծը խուսափողական, մյուս կողմի մոտ վիրավորանքի եւ հարաբերության մեջ մտնելու ցանկության պակասի մասին է խոսում։ Վիրավորանք է առաջացնում իրականում այդ փախուստի քայլերը, ենթադրենք պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպելու եւ այս մեկը օրինակ հանդիպումներ է չեղարկում, ուշանում է հանդիպումներից, էմոցիոնալ զրույցներից է խուսափում։ Նման վարքագիծը սովորաբար մյուս կողմի մոտ առաջացնում է ֆրուստրացիա, այսինքն սենց անսպասելի անբավարարվածության զգացում, որը խանգարում է հարաբերությունների մեջ խորանալուն եւ վստահության ձևավորմանը։ Եվ սովորաբար դիմացի կողմը խուսափում նահանջում է եւ չի ուզում հարաբերություն ստեղծել նման մարդու հետ։ Բավական հաճախ են հանդիպում, հա, մարդիկ, ովքեր խուսափում են խորը եւ զգացմունքային հարաբերություններ կառուցելուց եւ հենց առաջին փուլում, երբ որ հասկանում են, որ գործը գնում է դրան, փախնում են, ու դա կարող է լինել եւ խոր մանկությունից եկած, ընտանիքից եկած, ընտանեկան հարաբերություններից եկած պատճառներով եւ կարող է լինել նախորդիվ բացասական փորձի հետևանք։ Այն զուգընկերները, որոնցից փախնում են, իրենք իհարկե շատ վատ դրության մեջ են լինում, վիրավորված հաճախ եւ հոգեբանական տարբեր խնդիրներ կարող է առաջացնել այս երևույթը եւ իրենց առաջարկեցինք միայն սեփական անձի վրա մեղքը չվերցնել, այլ դիտարկել հարցը հոգեբանական տեսանկյունից եւ նաեւ առաջարկեցինք այս մարդկանց, ովքեր պարբերաբար այսպիսի խնդիրներ են ունենում, փախուստի հետ կապված դիմել հոգեբանի, փորձել հասկանալ պատճառները, որովհետեւ ամեն դեպքում կայուն եւ երկարատև հարաբերությունները, եթե մարդը գիտակցաբար հասկանում է, որ դրա կարիք ունի, դա կառուցելու համար պետք է որոշակի ջանքեր եւ որոշակի կամային, հա, գործողություններ։ Շատ կարևոր մի բան եմ ուզում ավելացնել, ինձ հիշեցրեցիր, որ հաճախ այսպիսի մարդիկ ստեղծում են կամ ի վերջո ստեղծում են կայուն հարաբերություններ, բայց իրենց ստեղծած կայուն հարաբերությունները շատ հետաքրքիր առանձնահատկություն են ունենում։ Իրենք ստեղծում են հարաբերություններ, ընտանիք են կազմում այնպիսի մարդկանց հետ, որոնց նկատմամբ վստահ են, որ երբևէ զգացմունքներ չեն ունենալու։ Շատ այսպես ցավոտ եւ դրամատիկ բանի մասին եմ ասում, որովհետեւ պատկերացրու, որ ի սկզբանե մարդը կառուցում է հարաբերություններ մեկի հետ, ում հետ հարաբերությունները զարգացում չեն ունենալու եւ միշտ մնալու են այդ անվտանգ հեռավորության վրա, որտեղ կան ինչ-որ համընկնումներ, ենթադրենք ինտելեկտուալ կամ գործնական, պրակտիկ համընկնումներ, ենթադրենք մարդը մտածում է, որ այս մարդը կարող է լինել ինձ համար շատ լավ ամուսին կամ շատ լավ կին, շատ լավ ընտանիքի մարդ, երեխաների ծնող, բայց վստահ ենք, որ տվյալ մարդու նկատմամբ ոչ մի զգացմունք երբեք չենք ունենա եւ այդ մարդը երբեք իշխանություն չի կարող ունենալ մեր նկատմամբ։ Եվ սա իհարկե բերում է հանգեցնում է բավականին լուրջ խնդիրների էմոցիոնալ ոլորտում, երբեմն այս մարդիկ նաև դժվարանում են խորը էմոցիոնալ կապ ստեղծել երեխաների հետ եւ ընտանիքում առհասարակ երջանկություն չեն գտնում, այսինքն մի տեսակ ընտանեկան կյանքը դառնում է գործի եւ պարտականության նման մի բան, որտեղ քիչ է ուրախությունը, հաճույքը, զարմանքը եւ անսպասելի բաները։